Աստված օգնական Սրբազան։ Աստված պահաբան։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը եւ իր երեխաների մայրը հրապարակումներ արեցին իրենց Facebook-յան էջերում, ինչը սկիզբ դրեց այն ամբողջ աղմուկոտ պատմությանը, որի միջով մինչև հիմա բոլորս անցնում ենք։ Պատահական էին արդյոք այդ հրապարակումները Սրբազան։ Թե որը շատ Չէ, քաղաքական բնական է, որ պատահական չէին, բայց այդ հարցը ավելի իրենց պետք է ուղղել։ Դե ինչ նպատակ էին հետապնդում եւ ինչ նպատակ են հետապնդում այսօր։ Իհարկե, մի քիչ շատ համարձակ քայլ է տրամաբանություն, իմաստ փնտրել իրենց գործողությունների եւ արտահայտությունների մեջ, բայց դե ինչ որտեղ որ ոմանք ասում են, որ իրենք ոչ թե գործում են, այլ օգտագործվում են, այդտեղ երևի թե պետք է փնտրել այդ պատճառը, թե ինչու։ Որովհետև բազմաթիվ անգամներ վաղուց ասել եմ 2020 թվականից եմ ասել, որ այս մարտիկ 3 թշնամի ունեն՝ Արցախ, Սփյուռք եւ հայ եկեղեցի։ Արցախը հանձնված է, Սփյուռքը հիմնականում պարակտված եւ ասենք եւ խաղից դուրս վիճակում է։ Այսօր Սփյուռքը ոչ մի դերակատարություն չունի։ Միացել է վերջին խոչընդոտը իրենց ճանապարհին հայ եկեղեցին։ Եվ անշուշտ հայ եկեղեցին վերացնել հնարավոր չի, բայց իրենք գոնե ուզում են վերահսկել հայ եկեղեցին։ Ինչի համասին, որ մեղադրում էին նախորդների։ Մեղադրում էին նախորդների ժամանակ ասելով, որ հայ եկեղեցին վերահսկվում է իշխանությունների կողմից։ Հիմա հասկացել են, որ չի վերահսկվում, կատաղել են եւ փորձում են վրեժ լուծել։ Եվ վրեժ լուծելու այդ ճանապարհին ոչ մի բանի առաջ չեն կանում, ոչ մի բանի առաջ չեն կանում։ Եվ ինչպես երեք ես ասել եմ, այո, սրանցից ամեն ինչ հնարավոր է սпасել, ամեն ինչ ինտունակ են, ամեն ինչի, ամեն վատ բան, լավ բանի ինտունակ չեն։ Քավլիցի։ հասցրել ենք համոզվել։ Լավ բանի ինտունակ չէ, չէ, այդ մեկը չէ։ Բայց ամեն վատ բանի ինտունակ է, իսկ մենք էլ ասում ենք, որ մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Այս հայտարարություններից ուղիղ 7 օր առաջ Ալլահ Շաքյուր Փաշազադեն հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի քրիստոնյա երկրների համար ու ընդհանրապես հայ եկեղեցին վտանգավոր երևույթ է իր բնույթով։ Արդյոք սա անմիջական կապ չունի Փաշինյանների ընտանիքի հայտարարությունների հետ, հաշվի առնելով արդեն ձևավորված ավանդույթը 44-օրյա պատերազմից հետո։ Իհարկե կապ ունի եւ դրա շարունակությունն է։ Ինքը ընդունել է Ալլահ Շուքյուրի ասածը իբրև հրահանգ եւ կատարում է այդ հրահանգը, վերացնում է այդ սպառնալիքը, փորձում է վերացնել այդ սպառնալիքը, բայց տանուլ է տալու, ինչպես բոլոր մյուս իշխանությունները, ովքեր համարձակվել են հայ եկեղեցու դեմ սուրճ ջոջել, պարտվել են։ Իրենց մենք խորհուրդ չենք տալիս սուրճ ջոջել, որի դեպքում հնարավոր է, որ խուսափեն պարտությունից։ Այլապես իրենց սպասում է ֆիասկո։ Ինչ տեսք է ունենալու այդ ֆիասկոն։ Աղբանություն են լինելու պատմության։ Կարծում եք նա իրենց պատմություն աղբանություն ունի, գիտեք, այո։ Ուրեմն իրաց տեղը կլինի պատմության աղբանություն։ Իրենց դա հուզում է, թե իրենց համար կարևորը արդյունքն է։ Եթե իրենց չի հուզում, մանավանդ դեպս ինձ բավարարում է, որ իրենք հայտնվեն պատմության աղբանություն։ Սրբազան Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կաթողիկոսի կյանքը պետք է քննության ենթարկվի։ Խոսում է այն մասին, որ կուսակրոն հոգևորականները հավատարիմ չեն իրենց ընդունած ուխտին։ Իրականում ինչ նպատակ է հետապնդում, փորձում է հասարակության քննարկմանը ներկայացնել սա, թե սա այնուամենայնիվ անկախ են հանգամանքից, որ ֆիասկո են ապրելով, իր բացասական հետևանքները կունենա։ Ինքը ուր է փորձում իջեցնել, հա, դիսկուրսը։ Ինքը տարբեր դիսկուրսներ վարեց եկեղեցու հասցեին, չէ՞։ Հոգևորականները կոռումպացված էին, կոռումպացված հոգևորականներին պիտի բացահայտեին,
պիտի բացահայտեին շվայտ ցոփ կյանքով ապրող հոգևորականներին, կորումպացված հոգևորականներին ծնկի պիտի բերեին, եւ անշուշտ օխլոսը ծափահարելը ռիսիշ լավ բան է արվում։ Նրանք որոնք անբացատրելի, անիմաստ, տգեդի, անգեդի, հիմարի այս բառերը օգտագործում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Այդ տկետի հիմարի նման ատում են քահանային, ատում են հոգևորականին, առանց հասկանալու ինչու են ատում։ Ատում են, որովհետև պարզապես ունեն inferiority complex։ Կբացատրեք մեր Դա ստացողների համար։ inferiority complex-ը դա բարդույթն է, ավելի ստորադաս լինելու բարդույթ։ Քանի որ իրենք տեսնում են, որ իրենց գերազանցող ինտելեկտով, մշակույթով, պատմականությամբ, խորքով, լայնքով, տարածքով գերազանցում են այդ սքեմավորները, պատկերացնում եք։ Սքեմավորը գերազանցում է ինչ-որ մեկին իր ինտելեկտով, կարելի է հանդուրժել, որովհետև իրենց մտածումի մեջ պետք է սքեմավորը լինի միջնադարյան խավարամիտ, չզարգացած, մինչև հիմա երևի էլեկտրականությունից հեռու, մոմի լույսի տակ ապրող, սոված, ծարավ, էշի կամ ջորի վրա նստած, ոտաբոբիկ քայլող եւ հանգարց պատկերացնում եք, այս մարդիկ ինտելեկտ ունեն, գիտելիքներ ունեն, աշխարհի լավագույն համալսարանները գերազանց ավարտած մարդիկ են, գերազանց ավարտած։ Իսկ ոմանք առաջին կուրսը չեն ավարտել։ Հասկանում եք։ Inferiority complex։ Եվ այս անբացատրելի, անիմաստ այդ հեղափոխական, ցանկացած հեղափոխականություն հենվում է այս ստոր խավի վրա, որը ոչինչ չգիտի բացի ատելությունից։ Միակ բանը, որ լավ կարողանում է անել, ատելությունն է։ Անբացատրելի։ Դա նույն ֆրանսիական հեղափոխության մեջ էր անբացատրելի ատելություն, երբ որ բացին արքայական ընտանիքի նկատմամբ 6-7 տարեկան արքայազնին սպանեցին։ Պատկերացնում եք։ Հազարավոր կանանց երեխաների գլխատեցին, հոգևորականների ոչնչացրեցին։ Զուտ ատելությունից դրված։ Նույնը եղավ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Հիմա սրանց հեղափոխություն կոչվածից հետո դե գիտեք պայմանները ձեռնտու չեն մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու համար, թե չէ կոչնչացնեին։ Դու պատկերացնեք յուրաքանչյուրին վերցրի պատկերացրեք ինչ հաճույքով կոչնչացներ։ Ինչ հաճույքով կստորագրեին մահվան դադավճիռը Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, դու պատկերացնեք ինչ հաճույքով։ Բայց պայմանները թույլատու չեն։ Եվ ստիպված է անձամբ ձեզ դիմել իր Եվ ստիպված պիտի իրենց ադելությունը դրսևորեն այս ձևով։ Հիմա, քանի որ այն մնացած կոռումպացված մորումպացվածով չեղավ, ուրեմն պետք է սեռական մարդկանց կրքերը գրգռել, հա, պատկերացնում եք նրանք, որոնք պետք է սեռական կյանքով չապրեն, հա, ապրում են։ Սուտ, կեղծիք, զրբարդություն, բայց այդ մասսան ուզում է էդի, ուզում է դրանով սնվել, այս կան բանի մեջ, հերիքչի փողասեր էին, հերիքչի ցոպ ու շվայտ էին ապրում, հերիքչի մեզնից խելացի են, հələ մի բան էլ կանանց հետ են լինում։ Ստորություն, բացառիկ ստորություն, հասկանում եք։ Բայց իրենց այդ հաշվարկը, որ արել էին, ցավոք սրտի աշխատեց Սրբազանը։ Ուրեմն հաշվարկը իհարկե ցավոք սրտի կաշխատի, որքան այդ օխլոսը շերտը շատ է, այնքան կաշխատի։ Իհարկե կաշխատի։ Բայց այդ նույն օխլոսը, վաղը երբ որ իրենք թախտի ծնգնեն, այդ օխլոսն է գոռալու գնդակահարեք։ Դուք կարծում եք Չաուշեսկուին եւ իր կնոջը գնդակահարողները իրեն ծափահարողները չէին։ Օխլոսը, որովհետև ինքը գիտի երբ ոնց։ Ինքը
ամոր զանգվածն է, որը միշտ գիտի իրեն ինչպես պայել, որ իշխանության ժամանակ, հեղափոխականի ժամանակ հեղափոխական են, հակահեղափոխականի ժամանակ հակահեղափոխական են։ Բոլշևիկների ժամանակ կոմունիստ են։ Բոլշևիկների ժամանակ բոլշևիկ են, անտիբոլշևիկների ժամանակ անտիբոլշևիկ են։ Ուրեմն ես մի անգամ պատմել եմ այդ ցանկացած ազգի մոտ նույնն է։ Ուրեմն երբ որ ես Ալբանիայում էի մի անգամ, վերջերս ինքն էր գնացի Ալբանիա, բայց թող գնար մի հատ մտներ այդ Էնվեր Խոջայի բունկերը եւ այնտեղ շատ լավ թանգարան կա, այդ իրենց այդ ուրեմն տոտալիտար ռեժիմի թանգարանը։ Ուրեմն այնտեղ առանցին մի բաժին կա, երբ որ հոգևորականներին ձերբակալում են եւ թե ինչպես են ծաղրում։ Ինչպես են ծաղրուծանակի ենթարկում հոգևորականներին, կաթոլիկ կամ օրթոդոքս։ Եվ նկարներ կան, բաներ կան, եւ այնտեղ բացատրություններ կան, որոնք ես սիրում եմ կարդալ։ Եվ ուրեմն երբ որ հարձակվում են մի վանքի վրա, կաթոլիկ վանքի վրա եւ ձերբակալում են բոլոր վանականներին, ուրեմն բոլոր վանականները հանձնվում են կամավորապես, բայց մեկին պահում են, ասում են դու թաքնվի, որ գոնե մեկը փրկվի։ Եվ իրենք ասում են, այս կանեք, ասեք 9 հոգի ենք, ես ենք, բոլորս ենք։ Եվ ուրեմն այդ մեկը խուսափում է իրենց Ճակատագրի։ բանով, իրենց ճակատագրից եւ իրենց թույլտվությամբ եւ իրենց ցուցումով։ Եվ ինքը դիտում է պատուհանից, թե ինչպես են այս 9-ին տանում փողոցով եւ ինչպես է ժողովուրդը թքում վրաները, խփում։ Եվ մարդը գրում է, որտեղից այսքան սրիկ է իմ ժողովրդի մեջ։ Սրիկաները կան բոլոր ժողովուրդների մեջ, թաքնված են։ Երբ այսպիսի առիթներով հեղափոխական իրավիճակներում արթնանում են, հասկանում ես, ինչպես որ անձրևից հետո հասի, որ սունգը աճում է, չէ՞։ Նո ցավոք, այո, սրիկաներ կան նաև մեր ազգի մեջ։ Ովքեր անբացատրելիորեն պատրաստ են իրենց մորը ոչնչացնելու, հա, որովհետեւ հասնեն իրենց ստոր նպատակի։ Ստոր նպատակի։ Հիմա այս մարդը հասկաց, քանի որ ինքն էլ է նույն տեղից, նույն խավից է։ Հա, ինքը գիտի այդ խավը ինչպես է մտածում։ Այդ խավը, ասում եմ, քրոնիկ ադելություն ունի, անբացատրելի, անգիդագից ադելություն ունի իրենից բարձրի եւ վսեմի նկատմամբ։ Հիմա ինքը այդ ադելությունն է գրգռում։ Եվ ընդ որում գրգռում ես, ասում եմ, սեռական ստոր հողի վրա, հասկանում ես։ Պատկերացնում եք, ասում եմ, կուսակրոնները փաստորեն, կուսակրոն չեն։ Փաստորեն աղքատ չենը չանցավ, փաստորեն հայրենասեր չենը չանցավ, եւ այլն չանցավ։ Հիմա եկել է ամենաստոր բանի իմաստն։ Եվ ցավոք, որտեղից այսքան սրիգա մեր ժողովրդի մեջ։ Սրբազան Նիկոլ Փաշինյանի կողմից այս դրսևորումը շատերը ասում են, որ միգուցե վերջին ճիգերն է, հա, գիտեն, որ իրենց վարկանիշը շրիշակից ցածր է, ասում են վերջն է իրենց մոտենում, եւ դա այդ տագնապի մեջ գտնվող մարդու վերջին հուսահայտ քայլերն է։ Մյուսներն ասում են նախընտրական որոշակի տեխնոլոգիաներ է, թույլատնում է իրեն հակազդող հնարավոր բոլոր ինստիտուտները, որպեսզի մարդկանց վրա կարողանա ավելի շատ իշխանություն ունենալ։ Ինչով եք ավելի շատ ինչով եք պայմանավորում։ Իսկապես նախընտրական շրջանին հաջորդող որոշակի ինքնասպանության պես մի բան է սա։ Կամ կհաղթեմ, ինչ որ անհնարին է, կամ կկորցնեմ ամեն ինչ, ինչը որ երաշխավորված է։ Բայց ես մի խոսք ասեմ, մի ասացված կա, երբ որ շանսատկելը գալիս է, գնում է եկեղեցու պատի տակ է կեղդոտում։ Լսել եք այդ ասացվածքը։ Ձեզանից։ Ուրեմն շանսատկելն եկել է։ Սրբազան կաթողիկոսի կյանքը գրաքննելու մասին իր հայտարարությունը
Քննարկումների առիթ է դարձել։ Մենք գիտենք, որ հակակաթողիկոս շարժում կար, որը հովանավորվում էր նաև այս իշխանությունների կողմից։ Եվ հասարակության որոշակի շերտ հենց այդ քննարկումն է տանում, ասում են, մենք դեմ ենք, որ եկեղեցու դեմ այս հարձակումն իրականացվում է, բայց կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան։ Ով պիտի հեռանա։ Կաթողիկոսն ու Փաշինյանը պետք է հեռանան։ Այսինքն Երկուսն էլ պետք է Հա, հեռանան։ մի կողմից դեմ են եկեղեցու վրա այս հարձակումներին, մյուս կողմից ասում են պետք է կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը հեռանան։ Այս երբանից սկսեցին Ուրեմն, համահավասար երբ որ այս մեր ազգի ցանկացած զավակ կհասկանա իր խոսելու չափը, այն ժամանակ մենք նորմալ ժողովուրդ կլինենք։ Հասկանում եք։ Երբ որ շուկայում կանաչի վաճառողը կամ տաքսու վարորդը ամենայն հարգանք իրենց, բայց իրենք էլ պիտի մեզ հարգեն։ Որոշում են, թե կաթողիկոսը ինչ պետք է անի։ Մենք երևի կան գիտեիք, դուք գայիք կաթողիկոս դառնայիք։ Ուրեմն մի անգամ ես այս բակում եմ մեծացել։ Այս թաղում եմ մեծացել, այս բակում եմ մեծացել։ Մի անգամ մի քանի տարի առաջ էր իմ մանկության ընկեր հասակակից, նույնիսկ դասընկեր ենք եղել նույն դպրոցում, նույն դասարանում եւ նույն թաղում։ Մի անգամ ասեց, քեզ համար ինչ կա, դու հանգիստ առաջնորդարանում Լենուբոլ ապրում ես։ Դու ապրի։ Դու ապրիր։ Ես քո իրավունքն եմ խլել։ Երբ ես 75 թվականին գնացի եկեղեցի եւ սկսեցի եկեղեցում ծառայել, դու էլ էիր 12 տարեկան, ես էլ էի 12 տարեկան։ Դու ինձ ծաղրում էի։ Տեր էիր ասում։ Տեր պիտի դառնաս։ Երբ ես ճեմարան մտա, դու ինձ ծաղրում էիր։ Երբ ես հոգեորական դարձա, դու ինձ ծաղրում էիր։ Դու լինեիր։ Հիմա այդքան եթե հեշտ է դադելը, թե կաթողիկոս ինչ պետք է անի, եկել եք, փորձել եք։ Ռուս ասում է կիշկա տանկա, չէ։ Ուրեմն, եթե չեք եղել, չեք մտել այդ բեռան տակ, չեք քասել այն աստիճանին, ինչին որ այս մարդը ասել է։ Խելոք եղեք, ձեր չափը իմացեք, ձեր չափը ճանաչեք։ Ով ելնի այսպիսի սրբազանը սենց պետք է աներ, կաթողիկոսը նենց պետք է աներ, սենց կաթողիկոսից պետք չի, սենց է։ Պետք չի գնացեք, եղբայրի չեն ուզում, մեր կյանքը մի քայքայեք։ Մենք այն կանենք, իշքան կանք։ Եվ դուք իրավունք չունեք խառնվելու մեր գործերին, որովհետև դուք չեք մտել այս բեռան տակ։ Ինչ կա այստեղ չհասկանալու։ Հետևաբար կաթողիկոսի հեռանալ, չհեռանալը ձեր օրակարգի հարց չի։ Իսկ մեր օրակարգում նման հարց չկա։ Ես ուրիշ անգամ 10 թվականին էլ եմ ասել։ Եպիսկոպոսած դասը ուրեմն երաշխավորն է վեհապարի անձեռնմխելիության։ Դուք մինչև վեհապար հասնելը հələ մեր վրայով պետք է անցնեք։ Կկարողանաք ուժերդ կպատի, մինչև վեհապար հասնելը հələ դուք պետք է մեր վրայով անցնեք։ Մեզ պետք է ոչնչացնեք, որ հասնեք վեհապարին։ Պետք է կարողանաք, ուժերդ պետք է պատի։ Սրբազանի դեպ շատերի մոտ այդ մտավախությունն էլ կա, որ այս հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը փորձում է իր հետևորդներին կամ իր համակիրներին նաև ուղղորդել ընդդեմ եկեղեցու, որը կարող է նաև ֆիզիկական բախումների հանգեցնել։ Դե որ իրենք դրան պետք է ուզում են տանել, եւ այո, իրենց ուզած ինչ էր, ինչու համար դրանք իրենց ասել, որպեսզի եկեղեցին կոչ աներ, հա, ասենք ընդվզումի, ըմբոստության եւ նաեւ ֆիզիկական բախումների։ Այսինքն այդ հույսն են ունեցել։ Իհարկե։ Իսկ եկեղեցին խելամտությունը ունի չանելու այն, ինչ իրենք ուզում են որ անի։ Եվ եկեղեցին այսուհետ էլ չի անելու այն, ինչ իրենք դրդում են, որ մենք անենք։
Այս ապուշները չեն հասկանում, ապուշ բառ Գրական բառ է։ օգտագործում եմ ամենայն հարգանքով։ Այս ապուշները չեն հասկանում, որ եկեղեցին 3 առաջի օրվա բան չի։ Հասկանում եք։ Նույնը վեհապարը, նույնը մենք գալիս ենք դեր սովետական կայսրությունից։ Հասկանում եք։ Մենք սովետական կայսրության հետ ենք խաղեր տվել, այսպես ասեմ։ Մեր վախը վաղուց չափված է։ Այն ժամանակ է չափվել մեր վախը։ Հասկանում եք։ Դուք ով եք։ Այսօրվա այս ինչ-որ աղջնակներ, հասկանում եք, նույնիսկ ամաչում եմ էլի ես իբրև տղամարդ եւ հոգեվորական, որ իմ թորան տարիք կարող էին լինել իրենք։ Աղջնակներ ելնում են իմ հասցեին ինչ ասում եմ։ Ես իրենց փոխարեն ամաչում եմ։ Այնա մեկը, որը ինչ-որ սափրիչից է ծագում, հա, սափրիչի սերնդից մի հատ աղջնակ, հա, ազնվական սերնդից arczepiskopos-ի ասում է տկետ։ Սրա համար ես պետք է ամաչեմ, թե ինքը պետք է ամաչի։ Եվ ես պետք է ամաչեմ ինձ համար, թե իր համար պետք է ամաչեմ։ Այս վիճակը սարսափելի վատ վիճակ է իրենց համար։ Այն որ հոխորդում են, այնա մեկն էլ ելել է մի դուրս պրծուկ, ինչ որ անուն ավազանի անունով է դիմում կաթողիկոսին։ Տղա ջան, նույնիսկ անձնագրով վեհապար այլևս իր ավազանի անուն ազգանունը չի կրում։ Հասկանում ես։ Ես հենց իմ ավազանի անունը կրում եմ անձնագրով, երբեմն կարող են իրենց թույլ տալ սրիգայաբար, բայց վեհապարը չափերը ճանաչեք, այ ինչ ասեմ։ Ես եթե բուդդիստ լինեի, հասկանում ես, եւ հավատայի ռեինկարնացիայի, կմտածեի, որ սրանք նախորդ կյանքում եղել են անձիվավորտ, հաջորդ կյանքում ծնվելու են իբրև ասկարիդ։ Դրանից ավելի ունակ չեն։ Իրենց բախտը բերել է, որ բուդդիստ չեն։ Սրբազան, իսկ հասարակության արձագանքը ձեզ բավարարում է կամ ինչպիսի Իհարկե, արձագանք։ այն հատվածը, որ իրապես եկեղեցում է, ոմանք ասում են եկեղեցու կողքին, լավ, թող եկեղեցու կողքին լինի, թեև ես միշտ ասել եմ, ինչպես երեք Բագրատ Սրբազանը ասել, որ եկեղեցու կողքին պետք չի լինել, այլ պետք է լինել եկեղեցում։ Որակը, որ նայում ես, լրիվ տարբեր որակներ են։ Մի հատ օբյեկտիվ աչքով, մի հատ բերեք չեսոք մեկը, հա, այսինքն մի հատ հայերեն իմացող օտարի։ Եվ թող նայի, ասենք, եկեղեցին սատարողների մագարտակը եկեղեցում հայհոյողների մագարտակի հետ։ Եվ լեզվամտածողության իմաստով, եւ ինտելեկտի իմաստով, եւ աշխարհայացքի իմաստով, եւ ընկերգումի իմաստով, եւ բարոյականության իմաստով։ Մտ ընդամենը համեմատեք, էլի։ Մեկը թող վերցնի անաչառ մեկը այդ համեմատությունը անի, եկեղեցուն հայհոյողներին առանձնացնի իբրև խումբ եւ տա իրենց հոգեբանական պատկերը եւ եկեղեցի սատարողներին մի հատ առանձնացնի եւ տա այդ սատարողների հոգեբանական պատկերը։ Տեսեք ինչ կստացվի։ Սրբազան այնուամենայնիվ եկեղեցու հոգևոր խորհրդի հայտարարությունից հետո շատերը ակնկալում էին, որ եկեղեցու արձագանքը գոնե ավելի սուր կլինի։ Եկեղեցում Այսօր է եկեղեցին ասում է, որ մեզ դրսից օրակարգներ մի պարտադրեք եւ մի մղեք ձեզ հագադարձող գործողությունների։ Մի մղեք։ Իսկ կլինի այդպիսի կետ, որ ստիպի եկեղեցուն հակադարձող գործողություն։ Ասված որ չլինի, մենք նման ցանկություն չունենք։ Նման ցանկություն չունենք։ Իրենք ասում եմ, դարձյալ ես իրենք ուզում էին, որ մենք կոչ անենք ժողովուրդ իզեն կամ գնացեք, չգիտեմ, ինչ ցույց արեք, ջարդեք կառավարության շենքի դռները, բան եւ այլ։ Մանգամիտ են, մանգամիտ։ Ուրեմն իմացեք։ Եկեղեցին նույնիսկ միայն իր եկեղեցականությամբ անպարտելի է։ Միայն իր եկեղեցականությամբ, միայն իր սքեմավորներով նույնիսկ անպարտելի է։ Բայց իմացեք, որ եկեղեցին ունի սատարողների եւ հավատացյալների հոծ բազմություն։
որոնք պատրաստ են ամեն ինչի։ Աղմկոտ չեն, բայց վճռական են։ Այո, աղմկոտ չեն, բայց վճռական են։ Հիստերիկ չեն, հա, ուրեմն Facebook-ում քաջ չեն, հա, բայց իրականության մեջ քաջ են։ Դա այսօր ինչ-որ մարմաշեն գնացած, ինչ-որ հիստերիկ լագոդություն արած մեկը այսօր էլի քաջացել եւ բաներ հզորացել էր Facebook-ում, ինչ-որ ինձ բաներ էր գրել։ Ողորմելի մի որ անցած կիրակի գնացել ինչ-որ աղմուկ էր բարձրացրել մարմաշենում, ինչ-որ դերասան է անհաջող չէ, չհաջողված։ Անունը ազգանունը չեմ ուզում տալ, որովհետեւ այդ անունը արևմտահայերը շատ ավելի Ճիշտ իմաստով։ ավելի վատ են հնչում, որ իրեն սազում է։ Ուրեմն իրենք չեն կարող մեզ դրդել հիմար գործողությունների։ Խոսքս հարցս վերաբերվում էր այն շերտին, ովքեր որ սատարում են եկեղեցում, Ես էլ այդ եկեղեցում ասում։ են եղել, բայց նորից իրենց համար անհասկանալի է եկեղեցու այս փափուկ Չէ, բան հասկանալի կդառնա։ Երեք իրենք վստահում են եկեղեցու, հասկանալի կդառնա, ընդունելի կդառնա, եւ իրենք կիմանան դա, որ եկեղեցի, ասում եմ, ինչպես երեք եմ ասել, հուզական պորտկումներով չի ղեկավարվում։ Հուզական պորտկումներով ղեկավարվեր հիմա հայազգը չէր լինի։ Իր հուզական պորտկումները կհանգեցնեին հայազգի իսպար ոչնչացման։ Եթե հուզական պորտկումներով ղեկավարվեր։ Այ եկան որոշ կուսակցություններ ժամանակին հուզական պորտկումներով ղեկավարվեցին, տեսակ ինչ եղավ։ պետականությունը ոնց կորցրեց։ Արցախում հուզական պորտկումով գոռած չէ ինչ-որ մեկը Արցախ Հայաստան է եւ վերջ, եւ տեսակ թե ինչ եղավ։ Հետո հուզական պորտկումով հայտարարեց Արցախ Ադրբեջանի մաս։ Այս որ այդ հուզական պորտկումների եկեղեցին չի գնում։ Այո, ես երեք էլ եմ ասել, հա, Միքայել Սրբազանը կարող է երբեմն այստեղ խցիկի արջև հուզական պորտկումներ թույլ տալ, բայց գործնագանում ես էլ հուզական պորտկումներով գործող մարդ չեմ։ Սրբազան եւ մեր զրույցի վերջում, երբ որ պատմական հայացք ենք նետում, սա բարդությամբ որ ժամանակաշրջանի հետ կարող ենք համեմատել։ Շատերը ասում են միգուցե ամենաբարդ շրջանն է, շատերն ասում են ավելի վատ օրեր ենք տեսել։ Ավելի վատ օրեր, մենք էլ ենք, մենք մեր սերունդ ավելի վատ օրեր էլ է տեսել։ Վեապար ավելի վատ օրեր էլ է տեսել, մենք ավելի վատ օրեր էլ ենք տեսել։ Մենք ասում եմ կայսրության դեմ ենք եղել։ Ես իբրև չեմ արանական, խորհրդային բանակում եմ ծառայել։ Հասկանում եք։ Հիմա այս երիտասարդներին ասել ինչ է նշան խորհրդային բանակում ծառայել իբրև չեմ արանական, ոչ մի բան չի ասում իրենց, որտեղ ի վիճակի չեն դա հասկանում։ Հասկանում եք։ Բազմազ քանրույթ, որը մերժում է Աստծուն ու հանկարծ Աստծո ծառա։ Բազմազ սովետական բանակ, որտեղ ձեդավշինա կա, բան կա, ոչ ուրեմն օրենքով հարաբերություններ կան, հայ-թուրքական, հայ-ուզբեկական, հայ-ռուսական, չգիտեմ ինչական հարաբերություններ ու կոնֆլիկտներ կան մնայուն, որտեղ գոյապայքար է 2 տարի կապրես կամ կմեռնես, կամ եթե ապրես արդյոք կապրես գուցեև իբրև ջնջոց։ Այդ բոլոր բաներով անցած մարդիկ ենք։ Մեր սերունդը, այդ որ տեսնում եք մեր արջս է մեր սերունդը, այդ բոլոր դպրոց անցած է, սրանք ով են։ Բանակում չծառայած կամ բանակում ծառայել են ինչ-որ վարտիք չեն ունեցել, ինչ չեն ունեցել։ Սրանց նայես իրենց մագանումներին նայես կարող ես լավ բուսաբանություն եւ կենտանաբանություն սովորել։ Չէ, մագանունները կամ բուսաբանական են, կամ կենտանաբանական են։ Եվ այդ բուսաբանական անձը, հասկանում ես, ինձ անվանում է Չուլանապետ։ Տղա ջան, գնա քո մագանվանը տերեղի։ Ես չեմ էլ ուզում հնչեցնել, տես այդքան կոռեկտություն ունեմ, չեմ ուզում հնչեցնեմ իր մագանունը բուսաբանական։ Բա դու ինձ անվանում ես Չուլանապետ։ Կամ այն մյուսը կենտանաբանական մագանունով, հասկանում ես, որ ինձ անվանումը ինչ էր անվանել, Ստալինապաշտ տերտեր։ Տղա ջան, գնա քո մագանունով զբաղվի։
իրենք մագանունով գերեզմանին իջնելու կարող է գերեզմանի վրա այդպես էլ գրվի, գիտես։ Հա։ Եկել են ինձ են ուզում մագանուն կպցնեն։ Չի կարելի։ Հանդարտվեք, երեխեք, հանդարտվեք։ Հանդարտվեք։ Ես դեռ 2018 թվին ասի, երբ որ առաջին հոխորդացող բաներն էին անում, չէ։ Այն ժամանակ ասի, հանդարտվեք, երեխեք, հանդարտվեք, ջահելներ։ Չէ, չհանդարտվեցին։ Էմի հանդարտվեք։ Դրանից ինչ եղավ, ասեք Միքայել Սրբազանին ինչ ա եղել 18 թվից առ այսօր։ Ինչ ա եղել։ Իմ հեղինակությունը ավելի բարձրացել է, չի իջել։ Ես բացարձակ ցանկություն չունեմ ամեն օր հարցազրույց տալու։ Ես լեփլեցուն գործ ունեմ, իբրև Շիրակի թեմի առաջնորդ։ Բայց իրենք խելոք չեն փայում իրենց դնում են իբրև թիրախ եւ արժանանում են իրենց բուսաբանական ծագումը կամ կենտանաբանական ծագումը հիշեցնելու։ Սապրիչի տողմից ծնվող արիստոկրատի վրա ես քշում։ Հիմա կասեն տարբերություն եք դնում ձեր հոտի միջև։ Բա ինքը ասում է սապրիչից ծագածը, ինձ ասում է Ստալինապաշտ։ Ստալինի շնորհիվ է, որ դիպև սապրիչի զավակ կարող ես արիստոկրատին տգետ անվանել։ Բայց Ստալինը չլիներ, դու իրավունք կունենայիր իբրև սապրիչի սերունդ արիստոկրատին ասել տգետ։ Դու պետք է շնորհակալ լինես Ստալինին։ Իսկ ես Ստալինի շնորհակալ չեմ եւ Ստալինապաշտել չեմ։ Ես եմ հայ հոգևորականների Շիրակի թեմի հուշարձանը դրել այստեղ, զոհված հուշարձան, հոգևորականների հուշարձանը։ Ուրեմն այնքան տգետ, որ ես ասել եմ ընդամենը խոսքիս մեջ իբրև փակագից, ասել եմ Ստալինի օրոք սաբոտաժի համար մահապատժի են ենթարկում։ Այստեղ Ստալինի գովք կա։ Բայց այդքան տգետ ես, որ չես հասկանում իմ ասածը, մի բան էլ ինձ տգետ ես անվանում։ Այս սապրիչի ուրեմն ածելից վեր մի բարձրաց, ինչքան ուզես կրթություն ստացի, կիրթ չես դառնա, չես հավասարվի արիստոկրատին, չես հավասարվի։ Կարող է արիստոկրատը իջնել իր բարձրությունից, քեզ ձեռքը բռնել, քեզ բարձրացնել, բայց դու մի ցածկի չես հասնելու արիստոկրատի բարձունքի, չես հասնելու։ Քո սապրիչի ծագումը դալակ, թուրքերեն էլ է, դալակ, թուրքերեն։ Գնաս գանոտ գոնե թարգմանի։ Էլելա հայ arczepiskopos-ի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճաբահյանին, հասկանում ես, անվանում է տգետ։ Մի հատ գիրք է գրել, բարձվում է, երկու գիրք էլ կարդացել է։ Ինձ համար տհաճ է, որովհետև կին է, ես կանանց երբեք չեմ դիպչում։ Բայց սահման կա։ Չափ ու սահման կա ամեն ինչին։ Սրբազան եւ վերջում ձեր խոսքը հանրության, որովհետև բոլորին շատ մտահոգում է ստեղծված իրավիճակը։ Տարբեր շերտի մարդիկ մտահոգված են եւ անհանգստացած։ Թող չանհանգստանան եկեղեցու համար։ Թող համախմբեն եկեղեցուն կուզե, եկեղեցու շուրջ կուզե, հա, եւ մասնագից լինեն հաղթանակին։ Մաս եւ բաժին ունենան հաղթանակից։ Հաղթանակը լինելու է։ Հաղթանակը լինելու է եկեղեցունը։ Ասում եկեղեցին հաղթելու է։ Ամբողջ հարցը այն է, ով կլինի այդ բային եկեղեցուն եւ ով կլինի եկեղեցուց դուրս։ Ուրեմն ժողովուրդը պետք է լինի եկեղեցում, որպես այդ հաղթանակից մաս եւ բաժին ունենա։ Այլապես մաս եւ բաժին չի ունենա։ Կգա հետո ներողություն խնդրելու ժամանակը կխուսափի, կասի այսպես էինք, այնպես էինք։ Եկեղեցին կների։ Բայց իրենք արդյոք իրենց պլիներեն, որ քարգոծողների մեջ էին, երբ որ պետք չէր քարգոծել, երբ որ հայհոյողների մեջ էին, երբ որ հայհոյել պետք չէր, երբ որ մայրասպանությամբ ու հայրասպանությամբ էին զբաղվում, երբ որ պետք չէր։ Կամ քննարկում են կուսակրոն հոգեբանների երեխա ունենալ երեխա ունի կամ չունի։ Հասկանում եք։ Եվ դա ներկայացնել իբրև, այսինքն բարոյականության բան էլի գագաթ, այսինքն եթե երեխա ունի անբարոյական է, եթե երեխա չունի բարոյական, այս դա քշքիչ բան է։ Հասկանում եք։
պրիմիտիվացնել իրենց մագարտագին, շրիշակի մագարտագին իջեցնել քննարկումը, հա, եւ ասել եկեղեցին չի ասում այո թե ոչ։ Գնացեք սպասեք, գուցե կասի։ Համբերություն չունեք։ Ուրեմն եկեղեցին դիշնի ձեր մագարտագին այո կամ ոչ պիտի այն մեկը մեր աղջիկներից շատ լավ ասել էր այդ բուսաբանին, ասել էր հիմա ես էլ քեզ եմ հարցնում, այդ բույսն ես թե չէ, այո կամ ոչ ասա։ Թող պատասխանի, հարց է տրված է։ Հարց տալ ամեն հարց տվողի պարտավոր չեք մենք պատասխանելու։ Ինչպես Արշակ Սրբազանը ասեց, սխալ հարցը չի կարող ունենալ պատասխան։ Սխալ հարցը կմնա անպատասխան։ Եվ կմնա սխալ հարցը քո վրա, իբրև քո խայլարագություն։ Ոչ թե չպատասխանողի։ Շնորհակալ եմ զրույցի համար Սրբազան։ Բարով եկաք։